Մեկ հարց ես ունեմ, պարոն Պապյան, համաձայնագիրը միայն տուրք դնելու համար է, այսինքն ավելի դժվարացնելու համար է, իսկ եթե հակառակ կողմից գանք, համաձայնագիրը արդյոք ունի ազդեցություն ինչ-որ ապրանքների ներկրում ավելի հեշտացնելու համար, որովհետև մենք ժամանակին քվոտաներ ունեինք, որը մեր տնտեսությանը մեծ խթան էր հանդիսանում, հիմա չունենք այդ քվոտաներ, օրինակ մեքենաների հետ կապված։ Տվյալ համաձայնագրով միայն տուրք սահմանելու եւ ավելի, այսպես ասած, կանխարգելիչ նպատակ ունի եւ մյուսին անդրադարձ դեռևս չկա։ Պարոն Հակոբյան, սա Եվրասիական տնտեսական միության պայմանագրում հատուկ պաշտպանական հակագնագծման եւ փոխհատուցման միջոցներ կիրառելու կամ չկիրառելու մասին որոշման մասին է, ձեր նշած հարցը, որը շատ կարևոր է, բայց այստեղ անդրադարձ Շատ լավ, հիմա երկրորդ հարցս հնչեցնեմ, օրինակ կան ինչ-որ ապրանքատեսակներ, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը ասպային նպատակահարմար է գտնվում, ասենք մոտ ապագայում համաձայնագիրը վավերացնելուց հետո օգտագործել համաձայնագիրը, կան ինչ-որ ապրանքներ նման։ Մենք մշտապես այդպիսի բազմաթիվ ապրանքների համար ունենք եւ ներկայացնում ենք այդ ապրանքների ցանկը եւ ունենում ենք նաեւ այդ բացառությունները, այսինքն դա անընդհատ process է, այս պայդրությամբ մենք չունենք հաստատի ապրանք, որը ուզեցել ենք այդպիսի տուրք ունենանք եւ չենք կիրառել մինչեւ հիմա, այսինքն եթե կարիք եղել է կամ ստացվել է կամ ուրեմն չենք ունեցել այդպիսի կարիք, ինքը չի եղել, որ դիմենք չկարենանք։ Այդպիսի հարց մինչեւ հիմա չենք ունեցել, իմ տեղեկություններով կարող է վաղ ժամանակներում եղել է, այդպիսի խնդրեմ չենք ունեցել, սա էլի հնարավորություն ընդհանրապես եւ պարտադիր չի, որ այդ հնարավորությունից մենք կամ մյուսները օգտվեն, դրացիչ դեպքով քննարկենք, ընդ որում քննարկենք նաև այն դեպքերը, որոնք որ այլ գործընկեր երկրներ կներկայացնեն։ Շատ լավ, շնորհակալություն, պարոն Պապյան, շարունակելով նաև պարոն Շիրակ Թորոսյանի միտքը, շատ խորհրդանշական հարց հնչեցրեց պարոն Թորոսյանը, որովհետև այստեղ հասարակության մեջ մի հատ բան են տարածում նաև որոշ շրջանակներ, ասում են վայ հենց բացվեց Թուրքիայի հետ սահմանը, թուրքական լոլիկը, թուրքական վարունգը, թուրքական, չգիտեմ, ձմերուկը գալու է մեր շուկան գրավի, ծիրանը չենք կարողանալու արտահանենք, Արմագեդոնա սպասվում, մի քանի օր առաջ էլի ընդդիմադիր գործիչներից մեկը նման շատ երկար ծավալուն, ընդ որում տենց տնտեսագետ էր ինքը, դասախոս կարծեմ դոցենտ պրոֆեսոր նման տեսակետ էր արտահայտում եւ ասում էր, որ Թուրքիայի հետ սահմանի բացելը ուղղակիորեն հավասար է Հայաստանի Հանրապետության տնտեսության կործանմանը եւ ես նաեւ կարծում եմ պարոն Թորոսյանի հարցը այս թեզին էր ուղղված Եվ խնդրում եմ այստեղ որոշակի արձագանք ունենանք, որովհետև մեր տարբեր գործիչներ, շրջանակներ, հիմնականում ընդդիմադիր, փորձում են այն քայլը, որը որ պետք է առաջին հերթին Հայաստանի Հանրապետությանը ներկայացնել դեմ Հայաստանի Հանրապետության պետական շահերին։ Ես խնդրում եմ այս թեմային անդրադառնաք եւ նկարագրեք, թե օրինակ ինչ է մեզ սպասվում, եթե մեզ հաջողվի, մեր դիվանագիտական բլոկին հաջողվի այս երկարատև process-ը հասցնել ինչ-որ մի հանգրվանի։ Շնորհակալ եմ, ես երկար ժամանակ ես էլ էի հարցազրույցներ տալիս այս թեմայով ու իմ ցանկացած հարցազրույց, քանի որ ամենայն հարգանքով կարար ցանկացած ոչ պրոֆեսիոնալ շրջանակ, այդ թվում նաև թեմայի հետ կապ չունեցող դներ եւ կասկածի տակ ես որոշեցի դիմել գիտությանը եւ համաշխարհային գիտությանը։ Մասնավորապես Journal of Liberty and International Affairs միջազգային հանդեսում վերջերս հոդված ենք հրապարակել, որը Scopus գիտական շտեմարանների ցանկում բարձր ռեյտինգ ունի, Crossroad of Peace, Advancing Regional Integration and Global Trade Through Post-Conflict Cooperation, ուրեմն այս գիտական հոդվածը, այսպես ասած, իր օպոնենտները, դրանք միջազգային պրոֆեսորներ են, գիտնականներ են, եւ ինչի մասին է հոդված, այսինքն եթե հակադարձում են, թող գնան
մի հատ էլ այսպիսի հոդված, եթե կարող են, տպել այսպիսի ժուրնալում ինձ հակադարձող մարդիկ, եւ ես այդ մարդկանց հետ բանավեճի մեջ կմտնեմ։ Եթե չէ, Facebook-յան ստատուսների մակարդակով բավականին մտել ենք, հերիքա, արդեն ես իրենց հետ խոսելու եմ գիտական, միայն գիտական ապացույցներով եւ գիտական հրապարակումներով, ընդ որում հաջորդ գիտական հրապարակումն է էլի միջազգային բարձր մակարդակի հոդված ամսագրում սպասվում, այս անգամ արդեն հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական հետևանքների մասին, որովհետև իրականում, ասենք դու կարող ես գիտական լուրջ բան գրես, ասենք դες մեկը մտնի ինչ-որ բան գրի, տակը ամենայն հարգանքով, բայց թող գնան, ասենք օրինակ այս պրոֆեսորներին, եվրոպացի, ամերիկացի իրանց գրածները կոմենտ են։ Իհարկե ես չեմ կասկածում, որտեղ էլի կարող են անել, բայց ես կարծում եմ, որ շատ ավելի ծիծաղելի վիճակում կհայտնվեն։ Հիմա ինչ ենք մենք այդ հոդվածում ասում։ Այդ հոդվածում մենք ասում ենք, որ գոյություն ունի նմանության, առևտրի նմանության ինդեքս, կոչվում է Trade Similarity Index։ Առևտրի նմանության ինդեքսով արտահանման էքսպորտ, ուրեմն արտահանման նմանության ինդեքսով Հայաստանն է իր արտահանումներով բացարձակ նման չի Թուրքիային եւ Ադրբեջանին։ 0.25 է ինդեքսը։ Ինչ նշանակում 0.25, նշանակում է, որ ինչ որ Թուրքիան է աշխարհին արտահանում եւ Ադրբեջանը իր արտահանման կառուցվածքերով եւ ինչ որ Հայաստանը, դրանք իրարից բավականին հեռու են եւ իրար նման չեն։ Երկրորդը դա բանն է։ Ուրեմն հաջորդ, որը շատ ուրեմն կարևոր է, դա փոխլրացման, հա, ինդեքսն է, complementary ինդեքսն է, ինչա դա նշանակում, ասում է, որ ինչ որ Հայաստան ներմուծում է եւ կողքինները արտահանում են, դրանք իրար շատ նման են։ Այսինքն ինչա ստացվում։ Ստացվում է, որ երբ որ սահմանները բացվեն, մենք կարողանանք բազմաթիվ ապրանքներ, որոնք որ հիմա մենք ներմուծում ենք, կողքինները արտահանում են, իրանցից ներմուծենք, հետևաբար մեր ներմուծման գինը կեժանանա, հետևաբար Հայաստանում այդ ապրանքների ինքնարժեքը կիջնի եւ այն որ մենք արտահանում ենք, իրանց արտահանումները չեն խաչվում կամ խաչվում են, բայց շատ ցածր է ինդեքսը, 0.25 է ինդեքսը։ Հետևաբար մեզ այդ առումով էական վնասներ չի լինի։ Իհարկե կա այնտեղ փոքրիկ բացառություններ, բայց այդ փոքրիկ բացառությունները այս եւ բազմաթիվ մեր օրենսդրությունը, ԵԱՏՄ օրենսդրությունը մեզ լիովլի հնարավորություններ է տալիս տարբեր տեսակի աջակցության մեխանիզմներով կամ այլ գործիքներով, որոնց մասին չեմ ուզում խոսել, այդ խնդիրը լուծել։ Հետևաբար ես կարծում եմ, որ բոլոր այդ մարդկանց ուղղակի խորհուրդ եմ տալիս վերցնել այդ հոդվածը կարդալ, եթե ունեն հակապաստար, կարող մի հատ էլ այդպիսի հոդված փորձեն իրենք գրեն այդ ամսագրում։ Այսինքն մենք պետք է արձանագրենք, որ Թուրքիայի հետ կամ ընդհանրապես բոլոր երկրների հետ սահմանի բացումը չի իրենից ներկայացնում այնպիսի ռիսկ, որ մեր տնտեսությունը, մասնավորապես գյուղատնտեսությունը կարող է տուժել։ Մեր երկրի համար ռիսկ է ներկայացնում եւ ներկայացրել ու վերջացրել արդեն փակ սահմանները, որովհետեւ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ սահմանները փակել են, որպեսզի Հայաստանի տնտեսապես չեզոքացնեն, որպեսզի կարողանան իրենց խնդիրները լուծել հեշտությամբ։ Իրենք իրենց խնդիրները լուծել են եւ եթե մենք ուզում ենք շարունակենք նույն ձևով ու վերջնականապես կործանենք մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա եւ իմ բոլոր գործիքակազմներով կհասնեմ նրան, որ մենք հայ-թուրքական սահմանը բացվի ու այս պետությունը զարգանա, որովհետեւ այն ինչ որ արվել է այդ քաղաքականությունը, բերել է այս վիճակին, հարգելի գործընկերներ։